Կին քաղաքապետարանի համար այսօր նստածույցը շարունակվում է հասկանալի ժողովի մոտ յակցություններից նստածույցով պարունակություններ նշեց, որ իշխանության պատգամավորները քրոից որևէ մեկը իրեն չի մտեցել։ Այս նստածույցներով ինչ արդյունքի կարող են հասնել։ Ես պետք է ասեմ, որ քանի որ գործում իրավաբանությունը բացակայում է, եթե որևէ արդյունքի էլ հնարավոր լինի հասնել, ապա դա լինելու է հենց հանրային եւ միջազգային ճնշման ներքո, որովհետեւ այս գործը հարուցման պահից, այն պահից, երբ որ Լիդիա Մանթաշյանը այդ խեղկատակ ապացույցների համատեքստում ներգրավել է մեղադրյալ, արդեն ակնհայտ է եղել, որ այստեղ իրավաբանության կամ արդար դատավարական պրոցեսների հետ գործ ունենալ չենք կարող։ Եվ հետևաբար գտնում եմ, որ եթե ինչ-որ արդյունքի էլ հնարավոր լինի հասնել, հասնելու ենք մեծ հանրային ճնշման ներքո, այսպիսի ակցիաների ներքո, եւ կարծում եմ, որ այդ մարդիկ մանավանդ չճանաչելով երբևէ Լիդիային, Լիդիան երբևէ չճանաչելով իրենց, ուղղակի այնքան ակնհայտ է եղել այս հայտարարակ ապօրինությունն ու խտրականությունը, որ իրենց բողոքի ձայնն են բարձրացել։ Ու այս օրերին տեսնում եմ, որ շատ մարդիկ են նմանատիպ վարքագիծ դրսևորել, նույնիսկ այն ամենաիշխանալոյալ ճակերտավոր իրավապաշտպանները գոնե իրենց դեմքը պահելու համար արձանագրել են, որ առնվազն տարօրինակ էր այն որոշումը, որը մենք անցած շաբաթ տեսանք դատարանում։ Հետևաբար, այո, այդ հարցը միայն այդ ձևով է լուծվելու։ Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, իրավապաշտպաններ լրում են, մինչդեռ նախկինում երբ նման որևէ բաներ լինում, իրենք ծեծում էին բոլոր միջազգային կառույցների դռները, ցույցեր էին անում, ակցիաներ էին։ Տարօրինակ չէ, որովհետև երբ որ այդ մարդիկ էլ հենց պատեհապաշտությամբ էին այդ արձանագրումները անում, ժամանակին, այսինքն գրանտը ստանում էին, նոր էին արձանագրում, շատ ընտրովի թեմաների էին արձագանքում, պարզ էր, ես ասում եմ, երբ որ իրավապաշտպանը այս օրերում ճակերտավոր իրավապաշտպանը այն հարցին ի պատասխան, որ արդյոք Լիդիա Մանթաշյանի հանդեպ կայացրած որոշումը պատվիրովի արդարադատության օրինակ էր, պատասխանում է ոչ, եթե պատվիրովի արդարադատություն լիներ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեին, ես այդ մարակայում ամենևին չեմ տխրում, որովհետեւ այդ իրավապաշտպանից ես ավելի ակնկալիք ունենալ չէի կարող։ Ինչ ակնկալիքներ ունեք, հատկապես այն տարածքային, որ իշխանական պատգամավորներից շատերը արդեն հայտարարել են, որ դեմ են քրկելու հայտարարության հանրագծին։ Բնականաբար էլի, այսինքն ակնկալիք ոնց ունենանք, այս իրենց չմասնակցությունը, այս ակնկալիքի արդարացնում է, որտեղ գան ինչ ասեն, որ այո, Լիդիա Մանթաշյանը իրականում ահաբեկիչ էր, իր տանը մասսայական ոչնչացման զենքեր էին հայտնաբերել, ուղղակի չէին ասում, որ հանրությունը չահաբեկվեր, ինչ պետք է ասեն։ Իրանց բացակայությունը արդեն ավելի քան խոսում է։ Եվ ճշտող հարցես, հիմա այս նստածույցից հետո դուք կարծում եք, որ կարող է դատարանը փոխել որոշումը, այսինքն երբ իշխանություն ներկայացնեք բավարարի, թե այնուամենայնիվ ոչ։ Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև մենք այս դատարանից ակնկալիք չունենք։ Նստածույցը իհարկե իր ազդեցությունը եւ ոչ միայն նստածույցը, այն լայն արձագանքը, որ ստացավ բացի նստածույցից այս իրողությունը, բնականաբար իր ազդեցությունը ունենալու է, բայց թե երբ ինչ միջոցով դրա մասին առայժմ դատողություն չեմ կարող անել։ Ես եմ շնորհակալ։